Պոլսի հայոց պատրիարքարանը Սահակ պատրիարքի օրհնությամբ հրատարակել է գրաֆիկ նկարիչ արվեստաբան Լևոն Լաչիկյանի նոր պատկերագիրքը «Պոլիսը. հին և նոր» խորագրով։ Հայաստանում պատկերագիրքը ներկայացվեց գրադարանային շաբաթվա մեկնարկին Գիտությունների ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում։ Հայերեն, անգլերեն, թուրքերեն եռալեզու պատկերագրքի շնորհանդեսին մասնակցեցին բազմաթիվ հյուրեր։ Նկարիչը Պոլսի քաղաքային միջավայրն ու մշակույթն է պատկերել, որտեղ համերաշխորեն գոյակցում են հինն ու նորը, արևելքն ու արևմուտքը, կենսունակ ու ինքնատիպ հակադրություններով։ Պոլսում հայ կյանքի հետքն է գտել։ Նաև քաղաքի մի քանի տասնյակ եկեղեցիներն է պատկերել, որոնք գրեթե տեսանելի չեն, թաքնված են բարձր պարիսպների և դարպասների հետևում։ Փորձել եմ տալ իրոք Պոլսու այդ ներամփոփ ոգին և հատուկ բաժին հատկացնելով հայ Պոլիսին, որտեղ մերոնց ներկայությունը այնտեղ ուղղակի զարմանալի է։ Միակ եկեղեցին, որի գմբեթը երևում է հեռվից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է Քարաքյոյի, որտեղ թաղված է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը, եւ այդ առումով Պոլիսը իրոք իր հայկականությամբ ոչ միայն անցյալին պատկանող, այլ ես պիտի ասեմ ներկայում շատ տրոփող վիճակ է, եւ ես փորձել եմ նկարել Պոլսու թե պատմություն առավել եւս պարիսպները, սալատակները, հին թաղամասերը եւ բնականաբար հայ եկեղեցիները ու նաեւ մզկիթները, որովհետեւ ինչքան լուրջ շինություն է եղել, որ ես անգիտակցաբար կամ ենթագիտակցաբար մտածել եմ, որ սա նկարելու է, հետո պարզվել է, որ հայ ճարտարապետների ձեռակերտն է։ Լևոն Լաչիկյանը նկարչության ժանրերից քաղաքային բնանկարչությունն է նախընտրում։ Հայտնի է տարբեր քաղաքների կամ շինությունների նվիրված շարքերով, հայոց եկեղեցիներին նվիրված գծանկարներ ունի։ Իր ծննդավայրի Գյումրիին նվիրված շարքից հետո շուրջ 10 տարի ստեղծել է Պոլսի գծապատկերային դիմանկարը։ Առաջարկը Միացյալ Նահանգներում գործող պոլսահայերի միության կողմից է եղել։ Գյումրիից հետո երևի թե ամենաշատը Պոլիսն եմ նկարել ու շարունակում եմ նկարել, ինչու որովհետև Պոլիսը սկզբնապես ես իմացել եմ գրականությունից, ինչպես ասում են Պարոնյանի բդույդմը ոսոթայրում է միջոցով փառահեղ գրականությունը արվեստում հայերիս ունեցած նշանակալի ավանդ եւ այլն, բայց այնուամենայնիվ Պոլսում լինելուց հետո հասկացա, որ սա անվերջ վերադարձի քաղաք է։ Ես Պոլսին նայում եմ այն պատմական հայացքով ու նկատում, որ այնքան բազմածալ է, այնքան բազմաշերտ է, եւ ես մի գործս ամենաժամանակատարն էր։ Պոլիսը տարբեր ժամանակներում նկարել են եվրոպացիները, տեղացի հայերը, թուրքերը գրեթե չեն նկարել։ Այս անգամ նկարչի դիտանկյունում Պոլսի այցեքարտային աշտարակներն են, ծանոթ եւ ոչ այնքան ծանոթ համայնապատկերները, պատմական արժեքավոր կառույցները, թանգարան դարձած պալատները, հայաբնակ գնալը կղզու այգիների մեջ թաղված առանձնատները, հայտնի հայ մեծերի տները, նավամատույցը։ Գրեթե բոլոր թաղամասերում եղել է, ներկայացնելու մշակույթների, ոճերի խառնարան հանդիսացող Խայտաբղետ քաղաքը։ Լևոն Լաչիկյանի Պոլիսյան պատկերապատումը տուշով եւ զուսպ ջրաներկով է արված դարչնագույն երանգներով։ Սկզբում, քանի որ արտաքին այսպես խայտաբղետություն կար, գույնզգույնություն, նույնիսկ չափից ավել, ես մտածեցի, որ այո, անցնեմ գույնի եւ Պոլիսը սկսեմ այդպես խայտաբղ, բայց հետո հասկացա մի երկու նկարից հետո, որ դա Պոլիսը չէր, բնավ։ Եվ վերջերս կարդում եմ Օրհան Փամոկի Ստամբուլ հուշերի քաղաքագիրքը, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողը գրում իր ծննդավայրի մասին, որը շատ լավ գիտի, եւ ինչ էր ասում է Պոլսում շրջում է սևի ու սպիտակի ոգին։ Պոլիսը ինքը սև ու սպիտակի քաղաք է եւ հատկապես փայտե տները, որ Պոլսու գրավիչ կողմն են, իրենք չներկվելու պատճառով կարծես դաշնագույնի են վերածվել ու ես հենց այդ դաշնագույնով փորձեցի ներկայացնել Պոլիսը, որ ասում են, որ իսկական Պոլիսն է։ Գույնով Պոլիս չի կարող լինել։ Պոլիսը ինքը արտաքին այդ բաների կողքին կամ ետևում տխուր քաղաք է, իսկ տխուրը միայն սև սպիտակի մեջ է։ Պատմական ու ժամանակակից կառույցներով հայտնի քաղաքը պատկերող նկարիչը արագ փոփոխվող աշխարհում եղածը պահելու, պահպանելու ուղերձն է տարածում իր աշխատանքով։ Լևոն Լաչիկյանը նաև Երուսաղեմի հայոց կառույցները նկարելու առաջարկ է ստացել։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։